Իմ սերնդի մարդիկ եւ ավակները կհիշեն, որ սովետական մենթերը աշխատաոճ ունեին։ Նրանք սիրում էին պլան գցել մարդկանց գրպանը եւ այդպիսով շատ հաճախ անմեղ մարդկանց տանել բանտ կամ պատժել։ Այդպիսին էր սովետական մենթերի աշխատանքի ոճը։ Իհարկե այդ ոճը լայնորեն կիրառվում էր նաեւ Հայաստանում 90-ականներին եւ 2000-ականներին, որովհետեւ ինչքան էլ 20-25 տարի մենք թմկահար ենք ռեֆորմների մասին, ընդամենը իշխանությունների ավտորիտար հակումները բավարար են, որպեսզի ոստիկանության դիմակը պատրվի եւ դրա հետեւում մենք տեսնենք մենթերի, նույնը վերաբերվում է ազգային անվտանգության ծառայությանը, որի թիկունքում իրականում չեկիստներ են, երբ իշխանությունից ավտորիտար հրամաններ են ստանում։ Այս պատմությունը հիշեցի, որովհետև հենց երեք սովետական մենթերին բնորոշ մեթոդներով ձերբակալեցին, ապա կալանավորեցին Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանին։ Իհարկե, Արշակ Սրբազանի ջեբը պլան չգցեցին, բայց նրան մեղադրում են, թե իբր նա է պլան գցել ինչ-որ մեկի ջեբը 2018 թվականին։ Սա անհեթեթ մեղադրանք է, նույնիսկ այս մեղադրանքի բովանդակությանը անդրադառնալը կհամարեմ իմ ինքնասիրությանը վիրավորող արարք։ Ակնհայտորեն Արշակ Սրբազանի կալանավորումը տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական, հակասահմանադրական կամպանիայի տրամաբանության մեջ եւ ենթադրելի էր, որ վեհափառի ու եկեղեցու շուրջ օղակը սեղմվելու է դեկտեմբերի 10-ից 12-ը սպասվող եպիսկոպոսաց ժողովից առաջ։ Ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանին պետք է հակադրության, կոնֆրոնտացիայի մթնոլորտ, որպեսզի նա կարողանա իր առաջադրած օրակարգը լուծել։ Ես կանխատեսել էի, որ առաջիկա օրերին ու մինչև դեկտեմբերի 10-ը հակաեկեղեցական կամպանիան սաստկանալու է եւ չզարմանաք, որ եթե բանը հասնի կաթողիկոսի կալանավորմանը։ Մանավանդ, որ հենց հիմա ազգային անվտանգության ծառայությունը իր բան ու գործը թողած զբաղված է Գյումրիում մի քահանա գտնելով, որը կհամաձայնվի դեկտեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանի համար 7 վերքում Գյումրիում պատարագ մատուցել զեղչելով վեհափառի անունը։ Սա է Նիկոլ Փաշինյանի պայմանը, երբ նա մեկնում է ինչ-որ պատարագի։ Այդ մասին նա երեկ ինքը խոստովանեց, ինչպես նաև խոստովանեց, որ այդ գործում ներգրավում է նաև ազգային անվտանգության ծառայությանը, կամ ես կասեի հիմնականում ներգրավում է հենց ազգային անվտանգության ծառայությանը։ Թքած ունեն սահմանադրության թե 17-րդ հոդվածի, թե քրեական օրենսգրքի, եթե չեմ սխալվում, 441 հոդվածի վրա։ Նիկոլ Փաշինյանը հիմա զբաղված է հակասահմանադրական, հակապետական արարքով։ Բայց հասկացած ռեպրեսիաներում երկու շատ կարևոր նոր բաղադրիչ կա։ Առաջինը տեղի ունեցել Բրյուսելի չինովնիկների, եվրոբյուրոկրատիայի եւ Նիկոլ Փաշինյանի իշխանության սիրախաղի արդյունքում։ Եվրամիությունը պատրաստ է 12 միլիոն եվրո տրամադրել Հայաստանի իշխանությանը օտարերկրյա ազդեցությունների դեմ պայքարի անվան տակ։ Եվրոբյուրոկրատները կամ լիբերալ գլոբալիստական շրջանակները չեն էլ թաքցնում, որ այս գումարը Հայաստանի իշխանությանը տալիս են մտածածին ռուսական հետքի դեմ պայքարելու նպատակով։ Իբրև թե Ռուսաստանը իր պրոքսիներով դեստաբիլիզացնում է Հայաստանը, նրանք էլ հերոսաբար պայքարում են այդ պրոքսիների դեմ։ Իրականում դա մտածածին հնարք է եւ Հայաստանում ուղղակի ներդրվում կամ կյանքի է կոչվում մորդովական սցենարը, մի բան, ինչի մասին ես իմ հետևորդներին ֆեյսբուքյան եւ տելեգրամյան իմ գրառումներով, ինչպես նաեւ յութուբյան եթերներով տեղեկացրել եմ դերևս մորդովական ընտրությունների գիշերը։ Ինչն է մորդովական սցենարեությունը։
Ռուսական մտածածին հետքի մեղադրանքով ընտրարշավից դուրս են թողնվում ընդդիմադիր կուսակցությունների գործիչներ։ Սահմանափակվում է այն ընտրողների մասնակցությունը ընտրություններին, որոնք կարող են քվեարկել ընդդիմադիրների օգտին։ Մի խոսքով, եվրոբյուրոկրատիան ժողովրդավարության դիմակի ներքո էլեկտորալ ավտորիտարիզմ է հաստատում, այսինքն նպաստում է իր սատելիտ ռեժիմների վերարտադրությանը, ասենք Մոլդովայում, Հայաստանում, անհարմարություններ ստեղծելով Ռուսաստանի համար։ Իհարկե, սա արկածախնդրություն է, ինչի հետևանքով տուժում է ոչ միայն դեմոկրատիան։ Այդ հակառուսականության գինը ի վերջո մի օր վճարելու է Մոլդովայի խեղճ ժողովուրդը կամ Հայաստանի խեղճ ժողովուրդը, բայց սա չի հուզում եվրոբյուրոկրատիային կոռումպացված հակադեմոկրատական եվրոֆաշիստների այդ կույտին, ոչ էլ հուզում է նրանց սատելիտներին, ասենք Մոլդովայի վարչապետ Սանդոյին կամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ովքեր իրենց աթոռից առավել որևէ բան չեն սիրում։ Այսպիսով, այս 12 միլիոն եվրոն ոչ միայն տեխնիկական աջակցություն է Հայաստանի իշխանությանը, այլ նաև ուղղակի իրանք շարունակել ռեպրեսիաները։ Այս 12 միլիոն եվրոից հետո Նիկոլ Փաշինյանը նոր թափով է շարունակելու ռեպրեսիաները։ Ցանկացած մեկին, հասարակական ցանկացած հեղինակության, ազգային ցանկացած ինստիտուտի նա կարող է թիրախավորել, կատարել ձերբակալություններ, նրանց մեղադրելով ռուսական գործակալ լինելու մեջ։ Այդ դա է տեղի ունեցել Մոլդովայում եւ դա են փորձում կրկնել Հայաստանում։ Հետևաբար, սիրելի հետևորդներ, մի բան հստակ իմացեք. Նիկոլ Փաշինյանի այլանդակությունների, նրա ռեպրեսիաների հետևում կանգնած են գառի դիմակ հագած եվրոբյուրոկրատիան եւ եվրոպացի չինովնիկները։ Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը իր հակաեկեղեցական պայքարում փոխել է ակցենտները։ Տեսեք, այլևս նա չի խոսում վեհապարի կողմից կուսակրոնության ուխտը խախտելու մասին կամ տարբեր սրբազանների նման ճակերտավոր մեղադրանքի մասին չի խոսում, օրինակ Արշակ սրբազանին ձերբակալեցին ջեբը պլանք կամ նրան մեկ այլ մարդու ջեբը պլանք մեղադրանքով։ Երեք Նիկոլ Փաշինյանը վեհապարին արդեն չէր մեղադրում կուսակրության ուխտը խախտելու մեջ կամ դա չէր հիմնական մեղադրանքը։ Նա ասում էր, որ օտարերկրյա հատուկ ծառայությունների լեյտենանտներին վեհապարը ինչ-որ բան է զեկուցում ամեն օր։ Այսինքն նա վեհապարին համարում է լրտես։ Այս դեպքում, ինչպես Փաշինյանին չասես, որ դու ցինիկ ստախոս ես, եթե երկրում ինչ-որ մեկը լրտես է, թեկուզ վեհապարի կարգավիճակով, ինչու չկա քրեական հետապնդում եւ ինչու նա ձերբակալված չէ։ Իսկ եթե դու ստում ես, ապա ինչու պատկամարմինները կեղծ մատնության հիմքով քրեական գործ չեն հարուցում։ Ինչևէ, ինչպես տեսնում եք, այդ հակառուսականությունն է դարձել Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական պայքարի հիմնական շարժիչը այլևս երկու պատճառով։ Նախ, նա ստիպված է վեհապարի դեմ պայքարել տիրադավ եկեղեցականների օգնությամբ, որոնցից 3-4 առնվազն կուսակրոնության ուխտը խախտել են եւ Նիկոլ Փաշինյանը հայտնվում է շատ ծիծաղելի իրավիճակի մեջ, չի կարող վեհապարի եւ մյուսների այսպես կոչված տնտեսական գործունեության մասին խոսել եւ դա մերկացնել, որտեվ իր կողքին է մի եկեղեցական, որը կոռուպցիայի քայլող խորհրդանիշ է, այսպիսով մնաց միայն ռուսական հետքը։ Դրա մանավանդ, որ Նիկոլ Փաշինյանը այդպիսով փորձում է լեգիտիմացնել նաև ԱԱԾ-ի եւ նրա ներկայացուցիչների ակնհայտ ապօրինությունը, երբ նրանք ընկած քաղաքից քաղաք, գյուղից գյուղ փորձում են
քահանաներ գտնել, ովքեր կհամաձայնվեն պատարակներում զեղչել վեհապարի անունը։ Եվ սա տեղավորվում է նաև Եվրոմիության բյուրոկրատիայից ստացած նոր հանձնարարության ծիրում։ Ավելի հեշտ է ռուսական գործակալ հռչակել վեհապարին և այդ կերպ կատարել ցանկացած այլանդակություն և զաչոտ հանձնել եվրոբյուրոկրատիայի առջև, քան խոսել բարդ թեմաներից, օրինակ կուսակնօրինության ուխտից կամ հնազանդության ուխտից։ Ինչպես տեսնում եք, ռեպրեսիաները նոր փուլ են մտել և Նիկոլ Փաշինյանի ռեպրեսիվ քաղաքականության քավորը այլևս Եվրամիությունն է իր բյուրոկրատիայով, սակայն սա մեզ չպիտի ընկճի, բնականաբար մեզ սպասում են շատ դրամատիկ օրեր և շաբաթներ, բնականաբար եկեղեցու վեհապարի շուրջ օղակը սեղմվելու է, բնականաբար Նիկոլ Փաշինյանը գնալու է նոր ապօրինի ձերբակալությունների ու ճնշումների, բայց կրկնում եմ, սա մեզ ոչ թե պիտի զարմացնի, զայրացնի, հիասթափեցնի, քաղաքական գործիչները ոչ թե պիտի նեղվեն ու գնան տներով, այլ պետք է կարողանան հաշված ամիսների ընթացքում ստեղծել այնպիսի արդյունավետ համակարգեր, որոնք հասարակության սուբյեկտությունը մեծացնելու ճանապարհով կկարողանան 2026 թվականի ընտրություններում տուն ուղարկել Նիկոլ Փաշինյանին։ Սա արժանապատիվ Հայաստանի վերածննդի միակ բանաձևն է։ Այսինքն ես խոսում եմ մոլդովական սցենարի, եվրոբյուրոկրատիայի, Նիկոլ Փաշինյանի քաղաքական այլանդակությունների մասին, ոչ թե մեր հասարակությունը հուսահատեցնելու, այլ պայքարի կոչելու նպատակով։